Բարև Սարգերի հնչյունացիտողներ և Սարգերի էրիկ։ Բարև ձեզ։ Մենք այսօր վերցրել ենք սրանից հարցազրույց, հարցերի քանակը դեռ չգիտենք, կախված է ձեզանից, ձեր որոշումից։ Անցնենք միանգամից հարցազրույցին։ Այո։ 20-ից մինչև 50-ը թիվաց։ 24։ Դուք կպատասխանեք 24 հարցի, ինչպես և մեր առաջին ջուրը։ Սկսենք։ Ձեզ քանի տարեկան կտայիք, եթե դուք ձեր տարիքը չիմանայիք։ Ես եթե իմ տարիքը չիմանայի, ես ինձ կտայի 9 տարեկան։ Որն է կտրում, ձախողում առանց փորձելու, թե ձախողում փորձելով։ Ձախողում փորձելով։ Իմանալով, որ կյանքն այդքան կարճ ինչու ենք, մենք այդ այնպիսի բաներ ավելի շատ, որոնք չենք սիրում, որ ավելի քիչ են կարող այն ամեն ինչ սիրում ենք։ Հիշել կարող ենք անցնել բոլոր հարցերը ցանկացած հարց։ Եթե աշխատանքը վերջացված է, ամեն ինչ ասված է և արված, ապա ի՞նչն է ավելի գերակշռ այն գործը, թե փորձառությունները։ Գործը։ Եթե դες թույլ ընդհանրապես մի բան փոխել աշխարհում, որը կլինի դա։ Ես կփոխեի, որ մարդիկ չսկսեին պատերազմներ անել, որ աշխարհում անդորր լիներ։ Եթե փոխարեն երջանկությունը լինի բարձրացումը, ապա որ աշխատանքը ձեզ կհարստացնի։ Ինձ թվում է բիզնես։ Փոքր բարձր խոսեք, դուք անում եք այն ամենին, ինչին հավատում եք, թե հավատում եք այն ամենին, ինչ անում եք։ Ես հավատում եմ այն ամենին, ինչ անում եմ։ Եթե միջինում մարդկային կյանքը տևեր 40 տարի, ինչ կփոխեիք, որ այն լիարժեք ապրեիք։ Անցնենք։ Որքանով եք դուք կառավարում այն ամենն, ինչ կատարվում է ձեր կյանքում։ Անցնենք։ Ինչի մասին եք ավելի շատ մտահոգվում ճիշտ բաներ անել, թե այն ինչ անում եք ճիշտ անել։ Ճիշտ բաներ անել։ Դուք ճաշում եք մեկի հետ, ով սկսում է վիրավորել և քննադատել մարդուն, ով ձեր ընկերն է, իսկ նա դա չգիտի, ինչ կանեք դուք։ Ես չէի սկսի նրա հետ ընկերություն անել, քանի որ նա սկսեց իմ ընկերոջը վիրավորել։ Եթե դուք պետք է փոքրիկ երեխային ընդամենը մեկ խորհուրդ տաք ամբողջ կյանքի համար, որը կլինի դա։ Մտածիր նոր արա։ Դուք կխախտեք օրենքը ձեր հարազատի փրկության համար։ Դուք տեսել եք վերագառություն այնտեղ, որտեղ հետո հանճարություն եք տեսել։ Ոչ։ Ինչ եք դուք այս կյանքում անում, որով տարբերվում եք մյուսներից։ Անցնենք։ Ինչպես է ստացվում, որ այն ինչ անում եք, դες երջանկացնում եք մնացածին ոչ։ Դա արդեն մնացածի խնդիրն է, քանի որ ես ինչ անում եմ, դա ինձ երջանկացնում է, իսկ ինչ որ նրանք են անում, իրանց չի երջանկացնում։ Կցանկանայիք դուք անել, որ չեք արել, ինչն է դες կանգնեցնում։ Ես կցանկանայի դառնալ շախմատիստ առաջին կարգի, որպեսզի իմ երկրի պատիվը բարձր պահեմ։ Ինձ կանգնեցնում է այն, որ ես անդադ լարվում եմ։ Կա այնպիսի մի բան ձեր կյանքում, որը շատ վաղուց պետք է թողնեիք, բայց ամեն գնով պահպանեիք։ Ձեր կարծիքով կլինի դա։ Հայո։ Եթե ձեզ առաջարկեն ընդմիշտ տեղափոխվել ինչ-որ մի քաղաք, ապա որ քաղաքը դա կլինի և ինչու հենց դա։ Ես չի տեղափոխվի։ Լավ, դուք սեղմում եք վերելակի կոճակը մեկից ավելի անգամ և իրոք հավատում եք, որ դա կարագացնում նրա ժամանումը։ Ոչ։ Որն եք կուզենայիք լինել, նյարդային տաղանդ, թե երջանիկ ապուշ։ Նյարդային տաղանդ։ Ինչու դու հենց դուք եք։ Նախավերջին հարցը, եթե դուք կարողանայիք ձեր իսկ ընկերը դառնալ, կկամենայիք ունենալ ձեզ նման ընկեր։ Հայո։ Բոլորը իստում եք կկամենային, հատկապես դուք արվելի հեռուստադիտողներ։ Որն է ավելի վատ ձեզ համար, եթե ձեր ընկերը գնա այլ քաղաքում ապրի, թե դուք ապրեք շատ մոտ, բայց չշփվեք։ Իմ ընկերը ապրի ուրիշ քաղաքում։ Ինչու։ Որտև ես իմ ընկերոջ հետ շփվելիս ես երջանկություն եմ։ Ինձ հաճելի է նրա հետ ընկերություն անել, իսկ եթե նա չտեղափոխվեր ուրիշ քաղաք, այդ ընկերություն չի կան։ հա, ընկերություն չի անել։ Իսկ այսպես դուք չեք կարող ընկերություն ուրիշ քաղաք լինի, դուք կարող եք իրար հետ խաղալ տեսնել։ Իրար հետ չենք կարող տեսնենք, բայց ներկա պահին, քանի որ ստեղծել են
հեռախոսներ, այդ դրա միջոցով կարող ենք իրար տեսնել։ Զանգել հուսալ։ Այո։ Լավ, հարգելի հեռուստադիտողներ, մենք ավարտեցինք մեր վերջին հարցազրույցը այս հաղորդաշարի եթերում։ Հուսով եմ դեռ կհանդիպենք, բայց արդեն նոր հաղորդաշարի եթերում։ Ստեսություն բոլորին։